2005 թվական Այշինուր Զարակոլու մտքի և արտահայտության ազատության մրցանակ թրքական մարդկային իրավունքի ընկերակցության կողմէ 2006 թվականին Հենրի Նանեն մրցանակ գրակրողության ազատության համար Գերմանիայի հրատարակչության կողմէ 2006 թվական Օքսֆամ Նովիկ քրչի մրցանակ արտահայտության ազատության համար Հոլանդա 2006 թվական Բյորն մրցանակ Նորվեգիայի մշակույթի արտահայտության ազատության կողմէ 2007 թվական Հայաստանի նախագահի հանրապետության մրցանակ պատմական արդարության վերահաստատման ժողովուրդներու միջև հասկացողության, խոսքի ազատության և մարդկային իրավունքներու պաշտպանության համար 2007 թվականին հետմահու Հերման Քեստեն մեդալ հալածվող քրոհներ պաշտպանելու բացառիկ ջանքերուն համար և 2007 թվական միջազգային լրագրողության հիմնադրության աշխարհի լրագրության ազատության հերոս ով է այս մարդը, որ այսքան մեդալներու և արժանանքի գնահատված է մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն մի վախցեք անոնց մե, որ մարմինը գրնան դսպաններ, որտեղ եթե նույնիսկ մեռնիկ, ինձ հետ հավիտյան պիտի ապրի։ Նրանք դինք, ով եղած է այս անձը, որ այսքան 10 տարիներ երբնակավին կհիշվի, 10 տարիներ առաջ թրքական ձայնահեղ անձնավորություններ, որ որոշեցին սկետնել այս անձը, մտածելով, որ այդ անձը սպանելով, լրացնելով, այդ հարցը գլուծվի կամ հարցերը գլուծվին և իրենց խավար կորձերով կսպահվին։ Հրանք դինք համեստ ընտանիքի սերված անձնարարություն է, ծնված Մալաթիա 1954-ին, 1960-ին փոքր տարիքին կփոխադրվի Իստանբուլ, մգրտված հայ առաքելական եկեղեցու մեջ, մեծած հայ ուրեմն ավետարանչական համայնքի մեջ, ինչպես որ բարուցի մեջ և ապակային հաջախած Բեհջյան և Սուրբխաչ երկրորդական վարժարանը, իսկ համալսարական գրթությունը ստացած Իստանբուլի մեջ ուսանելով կենդանաբանություն և փիլիսոփայություն։ Նաև այնտեղ հարած է Սախագոմյան շարժումներում 1972-ին իր անունը Ֆիրատ պաշտոնական ձևով կփոխի Հրանտի 1976-ին ամուսնացած է Ռաքելի հետ, ունեցած 3 զավակներ Դելալ, Արադ և Սերակ։ Այս կենսագրական քիչերու մեջ, Թուրքիո պայմաններու մեջ ոչ մեկ բացառիկ բան չենք գտնել գրեթե մինչև այս թվականները։ Սակայն դինքը իր անձնական փորձառությունով, անձնական փորձառության նաև ավելցնելով իր համայնքին, որպես հայ և քրիստոնյա փորձառությունը գուքար մեծնալու, աճելու, զարգանալու, ըլլալու անձը, որ վեր կմնար, նույնիսկ հայկական, գբարս քրիստոնեական իրականությունեն, դարձալով ոչ միայն համատուրքական, այլ նաև համաշխարհային անձնավորությունը, որ կծառայեր համաշխարհային գաղափարներու համար։ Իր թրքական օրինակ բանակի ծառայության մեջ հակառակ որ անցուցած էր քննությունները հաջողապես կներժեին իրեն բարձրացնելու դասնապետի աստիճանին։ Հավանաբար, որովհետև կամ նկատի առած էր իր հայ, կամ Սախագոմյան հլալը։ Ասիկա իր առաջին թարմությունն էր հասկնալու համար, որ թրքական հանրապետության մեջ հակառակ մեծ փարփարով խոսքերուն հայ դակավին և ուրիշ փոքրամասնություններ դակավին նույն իրավունք չունեին,
որպես այդ թուրքական հանրապետության երկրի քաղաքացիներ։ Այնուհետև քրախանութ մը կպանար մինչև 1979 և ապակային Կուբայի հայփոխական ջամփարին պատասխանատուն մինչև անոր բռնակրավիլը թուրքական կառավարության կողմէ։ Ագոստն էր, որ պիտի փոխեր այս անձը։ Ինչ էր ագոստը։ Ագոստը հայ-թուրքական ոչ միայն այդ ժամանակի, այլ ժամանակներուն արտահայտությունն է, 15-ին մինչև ագոստին հանգած բխումը մեկ անգամեն չէր, որ դեղ ունեցավ։ Բոլոր հույսերուն, ակնկալություններուն արդյունքներ այն։ Ճիշտ այդ ադեներ, երբ թուրքական պաշտոնական թերթեր զգացան հայերը գաբել թուրքական քրդական բեկեկի շարժումին հետ և Աբդուլլա Օջալանի և Ասորեի քահանայինը նկարը տնելով, ասելով ահա հայերը։ Քարեքին Բադրիարք Քազանջյան, ծեզբեհիները պետք է հիշեն այստեղի նախկին առաջնորդներեն, որ բարձրացած էր բարդիարքության աթորին, հավաք մը հրավիրեց, որ միջոցներ գտներ պատասխանելու այս տեսակ հարցերուն։ Պատասխանը եղավ, որ երկխոսության խաղապարը պետք է գտնվեր։ Եվ ադոր արդյունքը եղավ ագոստի ծնունդը։ Եվ առաջին համարը 1996 ապրիլ 5-ին Զատկվան դոնին երկրույց կելներ, Քարեքին Բադրիարք կոչեց այն Զատկվան նվերը հայ ժողովրդին և թուրք համայնքին։ 2000 դպականագով սկսավ, իսկ իր մահվան ժամանակ անորթիվ անցած էր 6000-ը։ Եվ այս երկլեզու թերթը թուրքերեն և հայերեն սովորական թերթը նվեր էր։ Նպատակը շատ հստակ էր, նպատակը բացահայտել թուրքին հայուն իրավունքները և հայուն ալ բացատրել, թե թուրքերը ինչ կմտածեին իրենց համար։ Հակառակ որ 1915-ին հետո հայը և թուրքը մանավանդ Իստանբուլի մեջ քովքովի գաբրեին, բայց քովքովի գաբրելով հանդերձ իրար մեկ խաղապար չունեին։ Ամեն մեկը իր մեջքը սիացած և իհարկե հիմնական պատճառներն մեկը ուրեմն Եղեռնի հիշատակումն էր։ Երբ իրեն գսեին, թե ինչ կմտածեր Ֆրանս պրեսին իր դված 2002-ի ուրեմն բանի մեջ գսեր, թե նույնիսկ դպրոցական աշակերտներուն երդում ընել ուդային, ուր ամեն մեկ աշակերտ պետք է ասեր, ես թուրք եմ, ես բարգեշտ եմ և ես աշխատասեր եմ։ Եվ հրանք գսեր, այո ես բարգեշտ եմ, ես աշխատասեր եմ, սակայն ես թուրք չեմ, ես թուրքյո մեջ ապրող հայ քաղաքացի մնեմ։ Ահա այս բանն էր, որ գտվզեցներ ձայնահեղ թուրքերը։ Եվ այս նույն բանը նաև մենք կտեսնեինք ուրեմն Թուրքիո ուրեմն ակնարկության մեջ, ասիկա նաև կվերապերեր ոչ միայն հայերուն, ալևիներուն, քուրդերուն, հույներուն, ասորիներուն, զազաներուն, որոնք բոլորը Թուրքիո քաղաքացիներ էին, բայց թուրք չէին։ Նաև 2005-ին ագոստի մեջ ընդգծած է, որ 1915-ի թեփքերը ցեղասպանություն էին և ոչ թե պատերազմի պատճառով եղած մարդկային գորուստներ։ Եվ գսեր ասոր հետևանքները բարձ է, որ այս հողերում վրա 2-3 հազար տարիների ավելի ժողովուրդ մգաբրեր և այսօր գոյություն չունի։ Նաև իր քրքրիչ բաներեն մեկն էր ցույց տալ թուրքական ժողովրդին, թուրք ժողովրդին, այն սետ հարաբերությունները, որ կային և քրական և մշակութային գործերու մեջ ընդհանրապես
թե ինչպես հայերը ոչ միայն Օսմանյան դաշնության մեջ օգտակար եղած էին, այլ նաև թրքական Քեմալ Աթաթուրքի օրով սկսված թրքական բնության եւ նույնիսկ Քեմալ Աթաթուրքի որդեգրած աղջիկը Սահիբե Գուչկեն, որ Զակումով հայուհի մներ եւ ասիգա ընդդեմ քեմալիստները հատկապես որև անիգա անոնք այդ աղջիկան մեջ կդեսնեին թուրքուհի հերոսուի մեգերբարը որպես օթաչուհի մասնակցած էր որպես առաջին գինը ուրեմն դնշելու համար քրդական շարժումները արևելքի մեջ այս անձը հասնելու համար պետք է գիտնանք, թե հայեր և թուրքեր ինչ հարաբերության մեջ էին։ Օսմանյան դաշնության մեջ հայեր իշարս ուրիշ ժողովուրդներու երկրորդ կարգի ժողովուրդներ էին։ Անոնք կրնային Սուլթանի կողմի ամենաբարձր պաշտոններուն հասնեին։ Սա մեկ օրեր մյուսը անոնք կրնային նույն վիճակում գործունեել իրենց ունեցածը երկրորդական տասակարգ ունեին։ Կգարձվեր, որ Թուրքիո անկախությունեն հետո մանավանդ Քեմալ Աթաթուրքի բարենորոգչական այսպես կոչված աշխատանքներն հետո հայերը այլևս որ գրեթե փոքրամասնություն ունեին թուրքական կառավարության մեջ պետության կողմէ պիտի դիտվեին այլևս որպես թուրքական քաղաքացիներ։ Սակայն Թուրքիո մեջ մեկ հիմնական բան մգար, որ չգրցավ թուրք կառավարությունը եւ մշակութային գործողները վերացնել ադիգա Թուրքի հոգեբանությունեն, որ Թուրքը ինքը իշխող լալով ինչպես կրնար իրեն զարայով ասկիմը իշարը սայլոց հայումը հավասար լալ։ Այս բանը չընդունեցան եւ մինչեւ այսօր հոգեբանական փարտույթ մնա իրենց համար։ Հրանտիկ մտածեց, որ ավելի քան 60-70 տարիներ անցած էին չարթեն եւ այն ցևը ինչ որ ցևով թուրքական կառավարությունը կփորձեր լուծել այսպես կոչված հայոց խնդիրը լուծումը չէր ինքնին։ Եվ ինքը կմտածեր, որ ժամանակը եկած է ոչ թե մոնոլոգի, մենախոսության, այլ դիալոգի երկխոսության։ Այսինքն հայը պետք է նստեր թուրքին հետ եւ թուրքը հայուն հետ եւ նկատի առնեին, թե ինչ ընդհանուր շահեր ունեն իրենք։ Եվ ինքը կմտածեր, որ եթե այդ ըլլար ադիգա թուրքական կառավարության Թուրքիո եւ թուրք ժողովրդին, ինչպես նաեւ Թուրքիո մեջ ապրող այլ ժողովրդի համար օգտակար քայլ պիտի ըլլար։ Հրանտին չեր հավատար եւ չեր ընդունի, որ դուրսի մեդություններ ընդունեին հայկական ցեղասպանությունը խառնելով իրականության մեջ, խառնվելով թուրքական ներքին քաղաքականության, որտեղ անոնց ընդունելը կամ չընդունելը ոչ մեկ հարց պիտի չլուծեր խնդիրեն, միայն Թուրքիո կառավարության եւ ժողովրդին ընդունով է որ եւ այդ ընդունելը կրնարլալ միայն երկխոսության շնորհիվ։ Ինքը գիտեր իր ունեցած դժվարությունները, գիտեր որ մեր չեն խոսել, առաջինն է մի ժամանակներ անցնելն հետո ըսել կամ գործել այդ ուղղությամբ շատ ավելի թյուրին է։ Քրիստոֆոր Կոլոմբոսին այդ եպորուսին ըսա որ աշխարհը գլոր է, մարդիկ չհավատացին իրեն։ Ըսա որ ես այս ագիտը սա գլոր ագիտը սեղանի վրա կգեցնեմ, մեկը չհավատաց իրեն։ Բայց երբ որ ագիտը գոդրեց եւ սեղանի վրա գեցրուց, ադիգա մենք անգրնային գնելս։ Նույնը նաեւ Հրանտինքի բարակային։ Այնինչ որ Հրանտին կրավ հերոսական էր։ Այնինչ որ Հրանտին կրավ երազադես ուներ։ Գահավադար այդ գործին, գահավադար այդ գործին արդարության։ Եթե ինք ուզեր ուրիշ մարդոց նման գրնար ուրիշ երկիր երթալ ժամանակին եւ ազատ ապրիլ եւ նույնիսկ քրել ամստող դախորձել։ Սակայն ինքը նույնիսկ գիտնալով որ գրնար մահանալ,
Եվ դե ունալուսած էր, եթե ես մերնիմ ըսած էր, գուզեմ այս երկրին մեջ մերնիմ, այս հողին մեջ մերնիմ և թաղվիլ, ուր իմ նախնիքը 2-3 տարիներ ապրած ստեղծագործած և թաղված են, ես արգուզեմ միանալ անոնց աջուններուն։ Իր այս համարձակությունն էր, իր այս հավատքն էր անգոդրում, որ արդարությունը պետք է որ հաղթանակ է, որ արդարությունը իր մարդիրոսները պետք է ունենար, չվախցավ մարդիրոսը նահատակ մըլլալ է, և հանց նրավ հանուն հայության և հանուն արդարության։ Եվ երբ թուրքերը կգարձեին, որ ասկե 10 տարիներ առաջ, ըսկետնելով, ըսվանանելով մեկ հայմը, հրանտնինքին մդադողությունն ալ թաղեցին անորել, չարաչար սխալվեցան։ Եվ ադոր Երևան կայներ, որ հրանտնինքի թաղման և անգետո, և որ տասնյակ և 100,000 անձեր, որոնց բացարձակ մեծամասնությունը հայեր չէին, փոքրամասնություններ էին, և թուրք մտավորականություններ, բոլորը բարձրացան հբարդորեն լսելու մենք ալ հբարդ դինք ենք, մենք ալ հայ ենք։ Եվ այս պատճառով է, որ հրանտ դինքեր առաջ և հետո գնայվի հայկական հարցին հայ և թուրք հարաբերություններում։ Նոր սկիզբը սկսած էր և հակառակ եղած բոլոր ժխտական երևույթներուն, թրական երևույթները շատ ավելի են։ Այնինչ որ հրանտ դինքի ժամանակ չեր գնարըլալ, ինչպես փոխական այդ ամարանոցը որ խլած էին, թուրքերը ստիպված թե բավական ժամանակ հետո ետ վերադարձություն։ Այնինչ որ հայ դպրոցներում չեր դրվել, որ նաև նույնիսկ հայաստանցի ուսանողներ իրավունք աշակերտներ իրավունք ունենան թուրքական դպրոցներում մեջ քալսորվելու։ Եվ այս բոլորը եւ դակավին ավելին հրանտ դինքին շարժումին և չանքերուն շլորի վիրավ։ Եվ դակավին մենք կհավատանք, որ հրանտ դինքին նպատակը այդ երկու խոսությունը, որ սկսած էր մինի ելլա, մինի շարունակվի, մինչև որ հայեր և թուրքեր հասկանան, թե իրենց ընդհանուր շահերը իրարու է ավելի շատ են, քան թե ուրիշներուն են։ Եվրոպան, Ամերիկան, Հայաստանով չէ մտահոգված, չի սպառվի։ Մեր հարցը թուրքերուն է, մենք թուրքերուն հետ պետք է նստենք և խոսենք։ Եվ այն ինչ որ հրանտ դինքը առաջինը որպես գծեց և այդ իր հավատքին և նվիրումին համար իր ամբողջ կյանքը նվիրեց իր արյամբ միասին։ 10 տարիներ հետո այսօր հրանտ դինքը չէ մեռած։ Հրանտ դինքը Գաբրիել, որտեղ հերոսները Գաբրիել չեն մեռնել։ Եվ հերոսները նաև իրենց հետևորդները ունենան։ Մեր եկեղեցու հասկացությամբ նահատակներ են անում, լույսի վկաներ են անում։ Եվ անոնք իսկապես որ պիտի չմեռնին, պիտի շարունակեն ապրիլ ամեն մեկ անձի մեջ, չեմ ասել ամեն մեկ հայու մեջ, հայեն վեր այսօր քուրդերը, զազաները, ասորիները, բոլոր օրինակ կարնեն իրն է, թասեր կքաղեն իրն է, իր օրինակներ են, որ կարելի է և պետք է նստիր, խոսակցիր, առանց և խոսության լուծումը չի գտնար գտնվի, միայն ըսպանելով, միայն պանդերը լեցնելով, միայն ակսորելով կամ երկիրեք դուրս վրընդելով հարցերը չեն լուծվի։ Եվ այս է որ հրանտինք հավատած և այս է որ մենք ալ գնտունինք և կհավատանք, որ ի վերջո այսօր տեսեք եղերնի ընթացքին Թուրքիո մեջ նույնիսկ եղերն նշելու կոնե հոգանքից կամ աղոտ ընելու իրավունք տրված է։ Ժամանակին ասկիսի պամը կոյություն չուներ, մարդիկ այդ մասին պերանին բանալով նույնիսկ կախտի աղոտներու իրավունք ունեին։ Այնպես որ մեր իրավունքներու դեսագետեն հրանտ դինքի դեսագետեն, այսօր իր ցայնը, այսօր իր կորդը դակավին կհնչե և իր աշխատանքը կշարունակվի։ Ուրիշներ միգելդեն վստահ եմ, անունները գրնան փոխվի, սակայն քաղաքարները չեն վերնի, քաղաքարները կշարունակվին, մինչև իրենց արդար լուծումը գտնեն։ Մենք աղոթենք որ Աստված ընդունի
նրանք ինքի հոգին իր ուսերեն հարգերեններ։ Մենք կմաղթենք, որ հայ ժողովուրդը իմաստությունը և քաջությունը ունենա հրանտ ինքի նման, խոսելու, այլ արգրելու, նաև միայն թուրքսեն չխոսելու, նույնիսկ թուրքյոմ է, թուրքին է, ջագանուպած կերպով, նստելու, հավասարի խոսելու, և այսօր հրանտ ինքեն հետո այս տասնյակ տարվա մեջ, մեկ տասնյակ, ինչքան քիրքեր կրվեցան, և քիրքեր կրվեցան թուրքերու ողմ է, իրենց ձակման հայկականության մասին, մայրիկը և ուրիշ քիրքեր, ինչքան ֆիլմեր անվեցան, որոնք ցուցադրվեցան թուրքյո մեջ, ինչքան պետական արխիվեն թուրքերեն լեզվով քիրքեր անվեցան, նույնիսկ Փաշայի օրակրությունը, նույնիսկ անդեր թուրքերեն լեզվով դուկվեցավ, ասոնք թուրքական աղբյուրներ են, որոնք թուրքերենով կրվելով, թուրք գիտնականներ և մտավորականներ գսկսին տեսնել, որ այնինչ, որ պետականորեն 60-70 գրեթե 100 տարիներ շարունակ իրենց ըսվածը սուտ և ճշմարտություն չունեցող իրականություն մնե, և հետևաբար գիտնալով այդ ճշմարտությունը, ըմբռնելով անիկա կամաց պիտի հասկանան, թե իրենք ինչ ձևով գրնան հայեն ներողություն խնդրել, ոչ թե միայն հային ամենակեշ արձագանները դալ, և երկու ժողովուրդներու միջև թշնամություն սերմանել։ Մենք ալ պետք է մենք գիտնանք նաև, մենք ալ թուրքին ամեն տեսակ քեշ արձագաններ ուզանք, սակայն չմոռանանք նաև մենք մեր մեծ հայրերը, մեծ մայրերը շատերը ազատվեցան երբեմն այդ թուրք կոչված իրենց բարեկամներուն, ընկերներուն միջոցով։ Չմոռանանք այդ իրողությունը։ Վերջիվերջո ժողովուրդը չես կրնար մեկ քիզի վրա, մեկ փարով նշանակել ժողովրդի մեջ, ամեն մեկ ժողովրդի մեջ լավն ալգա, քեշն ալգա, փարին ալգա, արդարն ալգա, անարդարն ալգա։ Բայց մենք հատկապես որպես քրիստոնյաներ, լույսին, արդարության հաղթանակին հավատացողներ, մենք ուզենք, որ նրան դինքի հիշադակը բայցար մնա, շարունակելով անոր գործը, մինչև որ հստակացվի թե խնդիրը ինչ է, և մենք և թուրքերը որպես թրացի երկիրներ, չմոռանանք ասիկա։ Մենք ոչ միայն այսօր հայություն ունենք, թուրքյոմ է, այն ողջ երկիրը գոյություն ունի, ազատ անդախ Հայաստանը իր հանրապետությամբ նախագահով գազվածքով թեւուզ բզդիկ իր բանակով բայց անդախ գոյություն ունեցող երկիր մնե, որուն հետ թուրքերը ուզեն կամ չուզեն Թուրքիան, օրը պիտի նստին հաշվի և որպես թրացիներ իրարու հետ գործակցության մտնան։ Գաղութենք և գմախտենք, որ մեր ժողովուրդը համբերություն ունենա, մեր ժողովուրդը հասունություն ունենա, այնպես ինչպես հրանտինքը սկսավ, գուցե իր սկսած գործ այդ ժամանակին դակավին անոնք պատրաստ չէին, բայց իր նահատակությունը պատճառ եղավ, որ կամաց անոնք ալ պատրաստվին և հաշվի առնեն իրականությունը և արդարությունը լա մեզի, թուրքերուն և ինչու չէ բոլոր փոքրամասնություններուն, որոնք այսօր գաբրին թուրքո տարածքի մեջ։ Ամեն։